Իսկ հիմա ես ուզում եմ ընտրության մասին խոսեմ, այս վերջին L county-ում, որը հունիսին ընտրությունը տեղի ունեցավ, 2 միլիոն 220,000 մարդ ընտրության մասնակցեցին, որը կազմում է 37,8% մասնակցությունը։ Սա այս տարի ավելի շատ, սա նախնական ընտրություն է ընդհանիր հարավային, այսինքն L county-ում, Glendale-ի համար վերջնական էր իհարկե, այստեղ 37,8%-ով մասնակցել են։ Պատկերացրեք դուք 2022-ին 28%-ով մասնակցեցին եւ ավելի շատ են մասնակցել, քան թե 2024 թվի ընտրությունը։ Այսպես տեսնում եք, խոշոր տարբերություն, ավել անձիկ մասնակցեցին այս ընտրությանը։ Ընդհանուր Glendale-ում 112,350 մարդ գրանցված է այս ընտրությանը, որտեղ իհարկե այդքան մարդ չմասնակցեց, բայց այդ մանրամասնությունները, որովհետև հիմա նոր ավարտել են, ձեզ հետո պիտի հայտնեմ։ Իհարկե ես չեմ ընտրվել, ուրեմն 3 ուրիշ անձնավորություն ընտրվել են Glendale-ի քաղաքապետարանի խորհրդի անդամ։ Իսկ ամենակարևոր ընտրությունը, որ այսպես շատ մոտիկ էր քվեարկությունը, Glendale-ի դպրոցների այն Northwest շրջանի ընտրությունն էր, որը այնտեղ Greg Krikorian, որ այստեղ հյուր եղել մենք ռեգլամներն ենք իրեն ցույց տվել, հունիսի 2-ից հաշվարկումը տեղի ունենում, այստեղ տեսնում եք B, District B կոչվում է այս արևմտյան մասը Glendale-ի, ընդամենը 17 քվեով կարողացավ հաջողել ընտրվել։ Պատկերացրեք 9100 հոգի մարդ մասնակցել է այս ընտրությանը, դպրոցի, որտեղ նրանք 5 մասի բաժանված է իրենց ընտրություն։ 5100 մարդ է մասնակցել եւ 17 քվեով է ընտրվել։ Այստեղ գալիս են ինձանից օգնություն են ուզում, ես ինչ որ պետք է իրենց բացատրում, հետո ասեմ ընտրության մասնակցեցիր, ասում է ոչ, հիմա իմ մեկ քվեն ինչ պիտի աներ, եթե մասնակցեմ թե չմասնակցեմ։ Տեսնում եք, այստեղ քվեն կարող է այնքան մոտիկ լինի, ինչ որ այստեղ է։ Orange County Supervisor ընտրելու համար, որ ավելի շատ կարևոր դիրք է, քան թե դպրոցը եւ այսպես, այնտեղ 2 քվեով մեկը ընտրվեց 2 տարի առաջ էր իհարկե, 2 քվե տարբերությունով ընտրվեց։ Մեկ քվե այդպես չի, դուք պետք է մասնակցեք, որովհետև բախտաբար այս անգամ շատ քիչ մասնակցեցին եւ ասացի տվյալները հետո պետք է ապագայում ձեզ ցույց տամ։ Եվ հիմա ուզում license plate-ների մասին խոսել, այս Կալիֆոռնիայի license plate-ը այսպես էր, որ 1982 թվից license plate էին տալիս։ Նրանից առաջ 3 տեսնում եք տարեր էին, 3 թվեր էին, այսպես տեսնում եք։ Անցյալում այսպես էր։ Ամենայն դեպս սև էր, հետո կապույտ այդպես էր, հետո փոխին, սկսին, մեկից սկսեցին եւ հետո A-ով սկսվեց, այսպես գնում էր, հետո փոխեցին լայսենսի պատկերը փոխեցին, վերևը այսպես orange գրված, տեսնում եք, եւ շարունակվեց, տեսնում եք 3 եղավ, 4 եղավ, 7 եղավ եւ գնաց մինչեւ 9, հետո հասավ Z տարը, որ հյուսիսային մասում Կալիֆոռնիայի դրանք բոլորը տրված են, իրենք նորը սկսել են, մեզ մոտ նաեւ շուտով կսկսվի։ Նորը այսպես է, այսինքն սա վերջիներից է 9Z, հետո ZZZ, 999 պիտի դառնա, տեսնում եք, 9ZZZ, 999, էլ այս տեսակը չեն հանձնելու, սկսվելու է, տեսեք հիմա տեղը փոխելու են, նոմերները գալու է առաջ, 3 հատ նոմեր է լինելու,
հետո տարերն են լինելու, հետո մեկ նոմեր, տեսնում եք այստեղ հակառակն էր, առաջ մեկ նոմեր էր, տարեր եւ 3 նոմերներ։ Հիմա փոխեն են ձևը, սկսելու են առաջ 3 նոմեր, 3 տարեր եւ 1 նոմեր, սրանից հետո երբ որ սա ավարտվի, արդեն զինը սկսեն են տալ այս շրջանում, բայց դեռ չեն ավարտել, դեռ հազարավոր plate ունեն տալու եւ որ ավարտվի կսկսվի այսպես է լինելու, ասացի հյուսային Կալիֆոռնիայում արդեն այս տեսակ լայսենսը հանձներ են հանրությանը, հարավային Կալիֆոռնիայում որտեղ այս 5 տեսակը դեռ ունեին, դա բաժանելու են, հետո սկսվելու է նորը։ Ես հիմա ուզում եմ խոսել Վենեսուելայի մասին, դες հաղորդել էի, որ երկու խոշոր երկրաշարժ Վենեսուելայում 1900 թվից, պատկերացրեք, 100 տարից ավել է, որ երկրաշարժ տեղի չէր ունենում։ Վենեսուելան միաժամանակ ամենամեծ նավթի պաշար ունի աշխարհում, որևէ երկիր այդքան չունի, ինչ Վենեսուելան ունի։ Եվ գիտեք նախագահ Թրամփը գնացին երկրի ղեկավարին ձերբակալեցին Մադուրոն Պերին այստեղ բանդարկված է Նյու Յորքում եւ փոխնախագահին հետո թույլ տվին որ շարունակի աշխատանքը բայց հա այսպես երկրաշարժը տեղի ունեցել առնվազն մինչ հիմա գիտեք փլատակների տակ են որովհետեւ 7.1 հետո երկրորդը անմիջապես մի քիչ հետո 7.5 Ռիխտերի սկեյլով այդպես խոշոր հրդեհներ են սրանք եւ Ամերիկայում է որ 1994 թվից հետո խիստ օրենքները փոխեցին Կալիֆոռնիայում օրինակի համար 94-ին երկրաշարժ եղավ խիստ փոխեցին ասացին պետք է ռետրոֆիտ անեք ամրացնեք ձեր շենքերը երկրաշարժի համար որովհետեւ այստեղ երկրաշարժի ամենօրյա կենտրոն է հիմա մենք ամեն օր չենք զգում որտեվ շատ թեթև երկրաշարժեր է տեղի ունենում երբ խոշորը երկրաշարժը անդրադառնում է ամենայն դեպս 1500 հոգի մահացել են Վենեսուելայում 50,000 անհետ կորել են որ երևի փլատակների տակ են մնացել ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել ինչ է կատարվում, տեսնում եք փրկարարներն են աշխատում են, այստեղ մեկ 18 ամսական, 18 օրեկան երեխա էր ինչ որ կարողանում են անեն, նաև մեկ շուն է, որ մնացել է փլատակների տակ էր, ջուր էին տալիս իրեն, որովհետև այդ երկրորդ օրն էր, որ ինչ որ տեսնում եք իրեն հետո անում են, ուրիշների անում են, արդեն 4 օր է անցել, հույս չկա, որ մեկը սաղ մնա, ողջ մնա, սովորաբար առաջին 2 օրը շատ կարևոր է, որովհետև մարդիկ կարող են դիմանալ։ Այդ հայրն էր երեխայի, ինչ որ ուրախությամբ երեխային ընդում է, իր կինը փլատակների տակ մահանում է։ Հիմա հարցն այսպես է, որ ուտելիքը կարևոր չի, անձը կարող է մի շաբաթ ուտելիք չուտի, այստեղ տեսնում եք շենը երբ հրազատել են Անձը կարող է ուտելիք չուտի մի շաբաթ կարողանա դիմանա, բայց ջուրը դժվար է 2 օրից հետո առանց ջուր դժվար կլինի։ Այստեղ հիմա Ամերիկայից նաև Ֆլորիդայից գնացել են այնտեղ օգնելու, Կալիֆոռնիայից մասամբ գնացել են, փրկարարներ են գնացել, firefighter-ներ են գնացել, մասնակից տեսեք շենքը լրիվ փլվել է։ Սա աշտարակ եղել, լրիվ փլվել է, մյուս շենքերը տեսնում եք այստեղ մեծ վնաս այս Վենեսուելային, ինչ որ տեսնում եք, ասացի նաև Fairfax, Virginia-ից գնացել են փրկարարներ այստեղից եւ այսպես մեկը այս կինն է, որ փլատակների տակ է, սա ֆուտբոլիստ է, ինչ որ ասում է ասում իմ երեխաս փրկվել է եւ իմ կինս փրկել է երեխայի երբ որ փլվում էր
աշխատել է իրեն փրկի, որ այդպես կտորները, քարեր, բետոնի եւ այլն չթափվի երեխային, իսկ ինքը մահացել է այս երկրի Վենեսուելայի ֆուտբոլիստներից մեկն էր, ինչ որ ասել էր այս մասին։ Տեսնում եք այստեղ Ամերիկայից գնացել էին այդպես օթանավով իրենց տարեն էին եւ ինչ ասացի ձեզի վնասը շատ մեծ է եթե Վենեսուելան առիթ ունենա նավթ վաճառելու որ հիմա թվում է աշխատում են օգնեն ամենահարուստ երկրներից մեկը կարող է լինի բայց այս վարկյանից որովհետեւ արդեն տարիներ է պաշարված է չի կարողանում վաճառի դժվար մեջ են եղել Ամերիկայի նախագահները շրջափակել էին տարածքը մանավանդ Թրամփի օրոք այսպես տեսնում եք իրենք աղքատության այստեղ տեսնում եք նաև մարդիկ ինչ որ աշխատում են փախչեն շենքից դուրս լինեն որտեղ միշտ շենքի մեջ մնալը ավել վնասակար վտանգավոր է լինելու ավել հարմար է անձը շենքի մոտ նաև չլինի ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից պիտի խոսեմ Ամերիկա Իրանի համաձայնագրի մասին իսկ ծրագիրը հովանավորում է Երևան Post-ն է հովանավորում ծրագիրը Երևան Post-ը Գրանադա Հիլզում է գտնվում ցեզ առաջարկում է ծանրոց եթե ուզում եք Հայաստան ղրգեք մի փաունդը $2.99 է առաջարկում որպեսզի տանեն օթանավով իսկ նավով նաև դուք կարող եք ծանրոց ղրգել Հայաստան մի ծանրոցը իրենց հանձնել երկրորդ ծանրոցը անվճար կտանեն համահավասար ծանրոց մեծ ծանրոց վերցնեք այդ նույն չափի ծանրոց կտանեն փոքրիկ վերցնեք այդ համավասար երկրորդ ծանրոցը անվճար են տանելու Երևան Post-ը գտնվում է Գրանադա Հիլզում նաև Orange Ship-ին կարող եք գնալ այստեղ ավել եթե մոտիկ է Valley-ում ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է Central-ի մրթելի հատման կետում է գտնվում Court Furniture Եվ 405 freeway եւ Euclid փողոցի հատման կետում է գտնվում Santa Ana-ում խանութ ունեն Court Furniture Ամերիկայի խոշոր ֆուրնիչերի խանութներից մեկն է Եթե նոր մատրես պիտի գնեք Court Furniture-ը Օրեգոնում նաեւ խանութ ունեն Washington նահանգում ունեն New York-ում ունեն Ֆլորիդայում ամենտեղ խանութներ ունեն զանգարեք տեսեք որը կլինի ձեզ մոտ Շահին թուրն է հովանավորում ծրագիրը կազմակերպել են շրջագայություն Ֆինլանդիա, Շվեդիա եւ Նորվեգիա տեսնում եք Ֆինլանդ, Սուիդեն եւ Նորվեյ օգոստոսի 3-ից մինչեւ օգոստոսի 13-ը զանգարեք այս հեռախոսահամարին 10 օրվա համար $3,980 է ամեն ծախսերը ներառված all inclusive բոլոր ծախսերը ներառված զանգարեք իրենց հետ խոսեք կվերադառնա Նախագահ Թրամփը համաձայնագիր էր ստորագրել Իրանի հետ եւ նախագահ Թրամփի իհարկե ասում է որ նրանք dying որ ինձ հետ համաձայնագիր ստորագրեն կամ Ամերիկայի հետ համաձայնագիր ստորագրեն այսինքն ցանկություն այնքան խոշոր ցանկություն այսպես մահանում էին որ ստորագրեն ինչքան շուտ ինձ հետ հիմա իր ասելուց հետո մի 2 ժամ իրեն ասելուց հետո Իրանը հրթիռով եւ դրոնով արձակում է այդ Պարսից ծոցի տարբեր տարածքները Բահրեյնին օրինակ արձակվեցին Եվ ուրիշ այսպես այդ փոքր կղզիներին արձակվեցին, որովհետև բարգացած են, որ այդ նավերը ինչ որ Հորմուզի նեղուցից անցնում են, ասում են մեզ պետք է նախապես իրավունք վերցնեք մեզանից։ Հիմա այսքան տարի այդ նեղուցը բաց է եղել։ Այս պատերազմի հետևանքով Ղալիբաֆը, որը երկրի Իրանի ներկայացնի տան խոսնակն է եւ համաձայնագիրը ինքը ստորագրել էր Թրամփի հետ ստորագրել էին ասում եմ մենք չէինք անդրադարձել որ սա մերն է եւ մենք կարող ենք այդտեղ
գումար պահանջենք, որևէ նավ անցնում է, մտնում է Պարսից ծոցը, այդ Persian Gulf-ը կամ հեռանում է Persian Gulf-ից, մենք կարող ենք գումար պահանջենք։ Իհարկե հիմա նախագահ Թրամփը իրենց ասել որ այս 2 ամիսը ինչ որ մնացած այսինքն համաձայնության կան, հիմա չվերցնեն, բայց հետո երևի կպահանջեն, այսպես մի ավել ծախս կլինի այդ ինչ որ ղրգում են այդ տարածքներ կամ ինչ որ այնտեղից գալիս է աշխարհին, մանավանդ նավթը գալիս է, այդ նավերը պետք է գումար վճարեն այդ նեղուցից անցնելու համար, այսպես տեսնում եք այս պատերազմը թվում է իրենց համար լավ եղել։ Նախագահ Թրամփը խոստացել է իրենց 300 բիլիոն փող տա, որ այդ ինչ որ այս ռմբակոծումների հետևանքով տեղի էր ունեցել, կարողանան վերանորոգեն եւ հիմա երբ որ այդ դրոնով եւ հրթիռով արձակվել է, նախագահը ասում է որ a foolish violation of ceasefire, ուրեմն անիմաստ կամ անխել կամ հիմար աշխատանք է ինչ որ սկսել են նորից արձակվել, ասացի Ամերիկան նաեւ որոշ տարածքներ Իրանի ռմբակոծել է, բայց այսօր նաեւ ասում են որ աշխատում են մնացած հարցերը միասին լուծել, այդ համաձայնագիրը ավարտի բերեն 2 ամսվա ընթացքին, դրա կլինի նաեւ մինչ հիմա չեն խոսել, բայց Իրանի այդ ուրանիումի հարստացած, այսինքն հարստացած ուրանիումի մասին, որ ինչ պիտի լինի, այդ պետք է քիչ-քիչ ավել թեթևացնեն, այդ 60%-ից իջեցնեն, թե բոլոր ամեն ինչը նախագահ Թրամփը ասում է, ինչ որ իրենք իրավունք չունեն ուրանիումը որևէ չափի հարստացնեն։ Եթե ամեն երկիր ուրանիումը հարստացնում է 3.69%-ի հարստացում են, դա էլեկտրականության համար օգտվում են։ Ռումբ չի կարող, ռումբը պետք է 90% հարստացնես, 60% շատ մոտ է 90, բայց ամենայն դեպս ռումբ չեն կարող պատրաստեն մինչև 90% հարստացնեն, բայց 3.69-ը նաև նախագահ ասում է իրավունք չունեն դա։ Հիմա համաձայնությունը կամ ինչպես կհամաձայնում են, ապագայում կտեսնենք, ես ուզում եմ այստեղ ցույց տալ, տեսնում եք այս նավերն են, որը անցնում են, այդ նեղուցից անցնում են, նախագահին ասում են այս մասին եւ ասում է իրենք սխալ գործարին, բայց մենք որտեղ որ մինակ ռմբակոծում ենք, որտեղից որ հրթիռները եւ որտեղից դրոնը արձակել են, այդ կենտրոններն են քնում։ Այստեղ համաձայնագիր նոր նախագահը մոտարապես 8 օր առաջ ստորագրել էր Իրանի հետ եւ այս տեսեք խոշոր նավեր անցնում են։ Սա Իրանի այդ տարածքի անձիկ են, որ որևէ նավ անցնում է, ասում է, եթե այս նեղուցից անցնում եք, նախ պետք է մեզանից իրավունք վերցնեք եւ դուք պատասխանատու կլինեք արդյունք, այսինքն հարցակվեն, դուք եք պատասխանատու, որովհետեւ մեզ չեք լսել։ Այսպես շարունակվում է տեսնում եք ասացի, ասում է foolish violation of our ceasefire agreement, նախագահ Թրամփն է ասում, որ անիմաստ աշխատանք են արել, երբ որ սկսել են հարվածել նավերը, ինչ որ այդտեղից անցնում են։ Հիմա Ամերիկայի նավթի գինը, եթե $69 բարելի է հասել, այսինքն տեսնում եք այստեղ մասամբ իջել է հենց այդքան ինչ որ նախքան պատերազմը փետրվարի 28-ից առաջ այսպես էր գինը $65 էր, $9 էր, այսպես էր։ Հիմա հասել է այդտեղ, եթե մի ուրիշ բան պորտկում չլինի այս պատերազմի երկուսի միջև, թվում է նավթ պիտի արժանանա։ Իհարկե նախագահ Թրամփը շատ բարգացած էր ուրբաթ օրը, որ ասում էր նավթը եղել է նախկինի համահավասար գինը, ինչու մարդիկ որ գնում են բենզին են գնում, այսքան թանկ է, համեմատ նախկինի բենզինի գիտեք $1 ավել թանկ է նախքան պատերազմը սկսվի, որովհետև նավթի ընկերությունները շատ ժիր են, գիտեն, ճակերտավոր խելացի են, գիտեն բենզինը կամ ինչ որ նավթը, բենզինը գնում եք դիզելը, եթե գնում եք այսպես միանգամից, եթե նավթը թանկանում է, բարձրանում է,
հրթիռի նման բարձրանում է, իսկ փետուրի նման դանդաղ իջեցնում են գինը։ Հիմա պետք է տեսնել, երբ կվերադառնա gas station-ում, նախկին կնին կվերադառնա, դա երևի երկար կտևի։ Ամենաեժանը ես տեսա $5.29 եմ տեսել, երևի ուրիշ տեղ մի քանի սենտ կարող է պակաս լինի, քանի որ նախքան պատերազմը $4.39 էր կամ այդպես էր գինը, $4.29-30, տեսնում եք, հիմա արդեն նավթը եկել է, նույն սահմանի ասել, բայց դուք էլի պիտի ավել վճարեք, որովհետև նավթի ընկերությունները բիլիոնավոր դոլար շահում են այդտեղ։ Ես ուզում եմ խոսել, մեկ ձեզ ցուցադրեմ եք օդանավ Չինաստանում ամենաբարձր աշտարակներից Բեյժինգ կամ մայրաքաղաքում այստեղ տեսնում եք, այս աշտարակն եք տեսնում, գնում է օդանավը, փոքրիկ օդանավը իհարկե, հիմա տերմիչեմա չեն հստակացրել, որ սա դիտմամբ եղավ, դիպչում է այս աշտարակին եւ հետո օդանավը վայր են գնում։ Այսպես փոքր օդանավը ամենաբարձր շենքին, միցև շենքը սարքված է, որ ճիշտ նմանում է wine vessel կոչում են, ճիշտ շենք եթե նայեք, ներքևը միցև որ ճիշտ կարծես աման լինի, գինի խմելու աման լինի, տեսեք ինչպես են սարքել շենքը, ներքևը լայն, վերևը մի քիչ լայն, ճիշտ այդպես բաժակի նման է, օդանավն է, դիպչերն է վայր ընկնում, օդաչուն միակ հոգիներ մեջը մահանում է, իսկ 13 հոգի, երբ որ կտորները, բեկորները դիպչում են մարդկանց, վիրավորվել են, տեսնում եք փողոցում մեքենայի վրա թափվել, այսպես տեսնում եք դեպքը տեղի ունեցող, մեկ անգամ տեսնում եք օդանավներ բարձրացել էր, բայց հետո գալիս է դիպչում է շենքին։ Չինաստանի կառավարությունը անգամ այս մասին դեռ չի յուրահատուկ հայտարարություն չի տվել, չի խոսում մասին, գիտեք ինչ ժամանակ լրիվ չէին բացահայտում ոչինչ, իսկ վերջին տարիներում ավելի լավ եղել, բայց այս օդանավի մասին չեն խոսել, երևի իրենք էլ աշխատում են հասկանան, որ օդաչուն պատճառ ուներ, թե տեխնիկական պրոբլեմ էր ինչ-որ դիպչել այստեղ։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից հրդեհների մասին տարբեր տեղերում, դրա մասին խոսեմ, հետո մեկ օդանավ ցուցադրեմ նաև։ Այս ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե դուք վարձակալ եք, վարձել եք մեկ առանձնատուն կամ վարձել եք ապարտման եք վարձել, դա պիտի մաքուր լինի, բնակելի լինի, մրջում չպիտի լինի այդ բնակարանի մեջ, մուգ չպիտի լինի, միջատներ, պահարանը բացում եք չպիտի լինի։ Կալիֆոռնիայի որևէ քաղաքում ապրում եք չի տարբերում, Սան Ֆրանցիսկո եք ապրում, Լոս Անջելես, Գլենդել եւ այլն, զանգարեք այս հեռախոսամարի։ Դուք ոչինչ չեք վճարում։ Եթե ինքը հաջողի ձեր кейսը հաղթի, հետո գումարը ինչ որ պիտի տան ձեզ, դուք այդ գումարից իրեն եք վճարում, նախապես ոչինչ չեք վճարում, ուրեմն եթե այդպես է ձեր բնակարանը, անպայման խորհրդակցեք այդ փաստաբանի հետ։ Փիզարտինի Բրբենքում հովանավորում է ծրագիրը։ Փիզարտինին ձեզ է առաջարկում պիցաներ տարբեր չափերի, եթե մեկը գնեք, երկրորդը 50% զեղչ են տալու։ Մեկը գնում եք, երկրորդը համավասար պիցան 50% զեղչ ունեք, զանգարեք։ Դոկտոր Թավանսին հովանավորում է ծրագիրը։ Աչքի վիրահատող մասնագետ բժիշկ է, եթե որևէ հարց ունեք աչքերի հետ, եթե Գլենդելում եք ապրում, սա հեռախոսը համարն է, իսկ եթե Orange County-ում եք ապրում, Orange County-ին փոքրիկ county է, Լոս Անջելեսի նման չի, որևէ տեղ Orange County-ում կարող եք այստեղ իր մոտ այցելեք, այս հեռախոսը համարը ձեզ մոտ նշանակեք, ժամադրություն վերցրեք, Orange County-ի բնակիչները կարող են այս հեռախոսը համարի զանգարեն եւ հանդիպեն այս մասնագետ բժշկին։ Եթե ագնոցի կարիք ունեք, ջուր է հոսում ձեր աչքից, ուրիշ ցավեր ունեք աչքի,
բոլոր այդ հարցերով զանգարեք 31 տարվա փորձառություն ունի նաև Փասադինայում իր աղնաբուժարանը նաև Փասադինա քաղաքում է զանգարեք ժամադրություն վերջեք կվերադառնա Washington նահանգում մեկ անձիկ անօրինական 700 pound 300 պատկերացրեք 25 կիլո պայթուցիկ են բերում որտեղ հետո firework գիտեք հուլիս 4-ին գալիս է հրավառություն է լինում դրանք վաճառում են մարդկանց այդ սիգարետի պատճառով այդ անձը ինչ որ բերերներ այսպես այդ սիգարետը որ նետում են սկսում է պայթել հետո բարբերաբար է պայթում գիտեք այդքան ինչ որ այդ բերերն են այդ պայթուցի կտրերն են այդտեղ միանգամից չի լինում բայց բարբերաբար լինում է ես հիմա ուզում եմ ցույց տալ տեսեք ինչ վտանգավոր գործ է բարեբախտաբար ոչ ոք չի մահացել բայց 3 հրշեջներ վիրավորվել են տեսեք ինչ հզոր է երբ որ այդքան հավաքեն եք այդ բնակարան վառում է կողքի երկու բնակարաններն էլ վառվում են եւ տեսնում եք 700 pound of fireworks տան մեջ պահել էին որ հետո վաճառեն այս անօրինական իրենք հավաքել էին այսպես տեսնում եք տեղի ունեցող տեսեք ինչ հզոր բան է տեղի ունեցել եւ firefighter-ները այդտեղ աշխատում են իսկ նաեւ հիմա միայն այդտեղ չի տեսնում եք այդտեղ 3 բնակարան լրիվ վերջացել է եւ 20 ուրիշ բնակարաններ վնասվել են այս պայթունի հետևանքով եւ մյուսը նաեւ հիմա միակ այդտեղ չի Օհայոում է սա Օհայոում նաեւ մեկ ուրիշ հրդեհ տեղի ունենում որտեղ այստեղ տեսնում եք մի քանի Cleveland Օհայոում է տեղի ունենում այնտեղ նաեւ բնակարանները տուժում են այստեղ եւ երբ միշտ այդպես դեպքերը խոշոր պատահում գիտեք շրջապատն էլ նաեւ վնասվում է ինչ որ այսպես տեսնում եք տեսեք մեքենաներ Օհայոում այսպես նաեւ վնաս է եղել եւ ինչ որ ասացի Washington State-ում էր հյուսիսում սա այսպես հրդեհը կարող է մեծ ահավոր լինի մանավանդ հիմա որ ամեն ինչը չոր է արևմտյան նահանգներում այսպես դժվարակացության մեջ են իսկ հիմա միայն այստեղ չի որ հրդեհները տեղի ունենում ես ուզում եմ հիմա Յութայում ցույց տալ ձեզ արևմտյան նահանգները բոլորը դժվարակացության մեջ են տեսնում եք այդ փոցերը ինչ որ գնում է Օհայո նահանգում տեսնում եք wildfire ինչ որ կոչվում է որևէ ժամանակ այսքան բաց չի եղել 70,000 acres հրդեհվել է եւ դեռ շարունակում է եւ նահանգապետը Յութայի ասել է որ արգիլում է հուլիսի 4-ին որևէ հրավառություն չի կարող տեղի ունենա որովհետեւ մեծ վնաս հասնելու նահանգի վնասը հասնելու այսպես տեսնում եք այս պատճառներն է մեկն է օրինակը տեսնում եք հետո լրիվ շրջապատը նաև այրվում է նույն վիճակում են այս ընտանիքը որ իրենց բնակարան լրիվ քանդվել էր իսկ արևելյան նահանգներում հեղեղը տեղի ունենում հիմա սա Յութան է նորից ինչ որ քիչ առաջ նաև ցուցադրեցի այս երկրում հիմա որոշ տեղերում հրդեհ տեղի ունենում ուրիշ արևելյան տարածքներում այստեղ տեսնում եք Յութայում ասում է վտանգավոր վիճակ է ստեղծված եւ հելիկոպտերով օդանավով իհարկե ջուր են լցում բայց երբ որ շատ մեծ ու խոշոր է տեսնում եք երկար տևում է դրա համար է որ բնակարանների շուրջը նաև
այստեղ Կալիֆոռնիայում պահանջում են մինչև 5 ֆիտ, մոտարապես 1.5 մետր, եթե ձեր բնակարանի շուրջը խոտեր չլինի, ավել հարմար է։ Տեղեր կա, որ չեք կարող դա անեք, ծառեր կան խոշոր եւ չեք կարող, բայց գոնե 4 խոտերը 1.5 ֆիտ, այսինքն 5 ֆիտ, որ 1.5 մետր պիտի լինի, մաքուր լինի, ավել հարմար կլինի։ Ես պիտի դադարեցնեմ մեկ Boeing օդանավ ցույց տամ, տեսնեք ինչ է պատահում։ Ծրագիրը հովանավորում է Չոփրյան փաստաբանական Դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում ծրագիրը, դեպքի որևէ հարցեր կա, քթի գործողություն պիտի անեք գեղեցկության համար եւ այլն, զանգարեք այս հեռախոս համարին ժամադրություն վերցրեք։ Դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում, ալերժի եւ ասմայի մասնակետը։ Եթե տարապում եք այդ հարցերով, զանգարեք այս հեռախոս համարին, ժամադրություն վերցրեք։ Գլենոքս փողոցի վրա է գտնվում, Grandview փողոցին շատ մոտ է իր այս կենտրոնը։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը, Hollywood Piano-ն Փասադինայում է, Գլենդելի հարևանության է Hollywood Piano-ն։ 98 տարի Hollywood Piano-ն աշխատում է, 1928 թվականից աշխատում է։ Հարյուրավոր դաշնամուր կա այնտեղ, $1000-ից մինչև $500,000 դաշնամուր այնտեղ կգտնեք եւ նաեւ կարող եք դաշնամուր վարձել։ Այցելեք այստեղ Aeroya Parkway Pasadena-ում կվերադառնա։ Qatar Airline-ը, որ Պարսից ծոցի կղզիներից մեկն է, գիտեք շատ նավթի վաճառք, մեծ նավթի վաճառք ունեն, շատ հարուստ է այդ կղզին եւ իրենց այս ճամփորդական օդանավի սիստեմը, ավիոնի սիստեմը ասում են ամենալավ մատուցումը կատարում է այդտեղ, ավել հարգանքով են վերաբերվում հաճախորդներին։ Ամենայն դեպս իրենց օդանավներն էլ ավել արագ են փոխում իրենց օդանավները, շատ երկար տարիներ չեն օգտվում։ Ամենայն դեպս մեկ օդանավը վաճառել են եւ նրանք որ վաճառել են ճամփորդական օդանավեր, passenger օդանավեր դարձրել են cargo, բեռնատար օդանավ են դարձրել եւ փորձ են կատարում, այստեղ տեսնում եք, այստեղ հիմա տեսեք սա Թեքսասում է, տեսեք այնքան իջնում է մի կողմի, տեսեք հետո ծրվում է օդանավի այդ թևը մոտենում է գետնին, մոտենում է ահուսարսափ է առաջացնում օդանավակայանում մարդիկ որ այդտեղ են լինում, այսպես տեսնում եք, հիմա ասացին, որ սա test driver, test էին անում եւ դրա համար հիմա արձակնում են օդաչուին, այդ մեխանիկներին, որ ինչու էսպես վտանգավոր աշխատանք արին, այս test drive-ը կարող են ավել ճիշտ ձևով անեին, low pass flight, տեսնում եք որ ստանդարտի չի համապատասխանում այս օդաչուի այդ աշխատանքը, որտեղ որոշ ստանդարտ պետք է նկատի առնեն անկախ դրա համար փորձի համար է, ուրիշ աշխատանքի համար է, այսպես չի կարելի իջեցնել, տեսեք թևը եկել ինչքան ցած է եկել եւ ահուսարսափ ստեղծել այդ մարդիկ, որ այդ տարածքում էին։ Ես ուզում եմ հիմա ցույց տալ մեկ օդանավ, ուրիշ օդանավ, որ ճամփորդական օդանավ, որ դրոն, այս փոքրիկ օդանավներ կամ մարդիկ ունեն եւ աշխատացնում են այս դրոնները 3 մայլ սովորաբար օդանավի շրջապատում դրոնը չպիտի մեկ այդ տարածքում օգտվի։ Իսկ հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ, տեսնեք օդաչուն, ասում է դրոնը եկել է 30 մետր մեզանից հեռու, գիտեք օդանավի համար 30 մետր վարկյաններից ավել քիչ է տևելու։ United-ի օդաչուն ուրեմն այնտեղ ասում է սա դրոնը շատ մեծ մոտեցավ
վախ ունեին, որտեղ սա ճամփորդական օտանավ է, ամենայն դեպս բարեբախտաբար օտանավին վնաս չի հասնում, հիմա հետևում են, որ տեսեն ով էր այդպես դրոնը նպատակ էր թիրախ էր օտանավին արվածելու, թե մեկը իրեն համար դրոն է առանց մտածելու դրոնը բարձրացրել է եւ վտանգի տակ է դրել այս բոլոր ճամփորդներին, ինչ որ այստեղ տեսնում եք։ Ես ուզում եմ խոսել նաեւ հիմա օդանավակայաններում, որ ակսիդենտներ կարող է լինի, այստեղ եթե շարունակենք, տեսնում եք այստեղ Բոստոնում է ինչ որ տեղի ունենում Delta Airline-ը եւ American Airline, երկու օդանավները տեսնում եք Բոստոնի օդանավակայանում, երկուսը օդանավակայանում ուզում են տեսեք բարձրանան, ինչպես մոտենում են 300 ֆիտ, էլի պատկերացրեք 900 մետր օդանավը այդ արագությամբ գնում է, շատ վայրկյանների մասին ենք խոսում։ Դելթայի փայլեթը օդաչուն ասում է մենք գնում ենք որ պետք նորից, որովհետև American Airline-ը օդանավը այսքան մոտիկ է մեզ ու մտահոգված են։ Հիմա սա մեկ օրինակն է, հիմա որտեղ օդանավներ շատ թռիչքներ շատ կան, American Airline-ը ասում է դու անցնես առիթը տվենես մենք կբարձրանանք, տեսնում եք սա Բոստոնում էր տեղի ունեցել, բայց սա մի հաճախ պատահող է, որ շատ մոտիկ օդանավները մոտիկ են լինում, բայց Federal Aviation կառավարությունը ասում է, որ դրանով հանդերձ, որ շատ մոտենում են, հիմա 10%-ով ակսիդենտը օդանավային պրոբլեմները ավել քիչ են, քան թե մի քանի տարի առաջ, օրինակ այստեղ ապրիլ 2-ին Southwest Airline-ը 500 ֆիտ մոտեցել էր ուրիշ օդանավի Nashville, Tennessee-ում եւ այսպես տեսնում եք անընդհատ պետք է ուշադիր լինեն, որ այս օդանավները, որովհետեւ թռիչքները շատ են հիմա այսպես տեսնում եք անընդհատ այդ թավորի մեջից օդաչուներին ուղղություն են տալիս, որ դեպքեր չպատահի։ Ժամանակ առաջ ես ձեզ այն ժամանակ ասել էի, որ Վաշինգտոնում մեկ հելիկոպտեր, զինվորական հելիկոպտեր օդանավին հարվածեց եւ Լուիվիլ հիմա մենակ այդ չի Լուիվիլ հիմա շարունակենք Լուիվիլ Քենթաքիում այնտեղ վերևը տեսնում եք Լուիվիլ Քենթաքիում խնդրեմ է եղել Nashville, Tennessee-ում John F. Kennedy ամեն տեղ շատ մոտենում են դժվար կացություն են ստեղծում, բայց հիմա GPS, որ ամեն օդանավ GPS-ի այդ սարքավորում լինի, առաջարկում են, որ իր շրջապատը տեսնի ինչ է տեղի ունենում, մենակ օդաչուի վրա չհենվի, այլ գործիքները, սա Վաշինգտոնում պատահողներ, որ այնտեղ 164 հոգի մահացան, որ ավել ուշադիր լինեն, բայց ամենայն դեպս ընդհանուր, ասացի Federal Aviation Administration-ը, կառավարությունը ինչ-որ հետևում ասում է հիմա ավել շատ քիչ է ակսիդենտներ պատահում, քան թե տարիներ առաջ, երբ որ վերանայում են։ Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Բոլթոն նախագահ Թրամփի խորհրդատուներից մեկի մասին խոսեմ եւ հետո արջը ձեզ ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Raffi's Market գտնվում է Բրբանքում Գլենդելի հարևանության, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու, այնտեղ թարմած են թխում, բոլոր դրանք կգտնեք Raffi's Market-ում։ Անրեղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե ավտովթար եք ունենում, եթե հրդեհ տեղի ունեցած ձեր տանը կամ բիզնեսի կենտրոնում, եւ նաեւ bankruptcy, եթե պիտի ֆայլանեք, զանգարեք այս հեռախոսահամարին, փաստաբանի հետ խորհրդակցեք։ Ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում,
4 կենտրոններ ունի այս վիրահատող բժիշկը մասնակետ հեռախոսահամարն է Orange County, Commerce, Encino, Glendale Glendale-ում 616 East Glenox փողոցի վրա է գտնվում կվերադառնա Glendale ունի նոր police chief, որ այս շաբաթ նշանակվել է Robert William անունն է, առաջին անգամն է, որ հայ դարձնում է police chief-ը այս քաղաքի, իրեն տեսնում եք այստեղ 20 մոտավորապես 4 տարի սկզբից հենց police է դարձել այս քաղաքում եւ աստիճանաբար բարձրացել է հիմա նախապես իհարկե օգնը տեղակալներ police chief-ի հիմա իրեն նշանակեն են որպես police chief Glendale-ի իսկ ես ուզում եմ խոսել հիմա Palisade-ի հրդեհի մասին եմ ուզում խոսել Palisade-ի հրդեհը ես ես ասել եմ հունվար 7-ին անցյալ տարի տեղի ունեցավ բայց նրանից առաջ մի երիտասարդ որ բոլորի վրա բարգացած է գնում է այդ Malibu այդ շրջանները տեսնում եք այստեղ իրեն եւ Jonathan անունով ծագումով ֆրանսացի է իրենց անցյալները ֆրանսացի են ամենայն դեպս 29 տարեկան էր աջա հիմա 30 տարեկան է գնում է այնտեղ հիմա բարգացած է բոլորի վրա այս երկրում բոլորի վրա բարգացած են եթե դուք էլ բարգացած եք միշտ շեշտում եմ մի քիչ մտածեք տեսեք ինչի համար եք բարգացած ում վրա եք բարգացած ինչի համար եք բարգացած ամենայն դեպս գնում է մի փոքր կրակ եւ առում կրակը սկսում է անցնել մեծանալ այդ անցյալ տարի այդ ժամանակ շատ չոր էր տարածքները այդ կրակը գալիս է հրշեջները գալիս են մարեցնում են կրակը մարում է իսկ 7 օր հետո ասում են այդ կրակը ներքևում դեռ Պոցը կար այնտեղ այս կրակի պատճառ է դառնում որ Palisade-ում կամ Malibu-ի այդ շրջանները հրդեհ է լինում որ այդ ժամանակ այդ հրդեհի պատճառով 6837 շենքեր հրդեհվեցին 12 հոգի մահացան այդ հրդեհի մեջ ամենայն դեպս դատախազությունը այս տղային մի 8 ամիս հետո ձերբակալեց եւ բանդում է եղել մինչեւ հիմա իրեն դատավարությունն էր տեղի ունեցավ այստեղ ընտրում են ջուրիներ նրանք որ պետք է որոշումը տան լսեն փաստերին դատախազություն ներկայացում է պաշտպան փաստաբան ներկայացում է հետո իրենք վճիռ տալիս են կամ որոշումը տալիս են ամենայն դեպս 12 հոգի են ջուրին ուրեմն հիմա բանից դուրս է գալիս որ 10-ը մտածում են սա ինչ կապ ունի մի շաբաթ առաջ մետեղ հրդեհ է բարել fire department-ը եկել է մարեցրել այդ ուրեմն fire department-ը այդտեղ մասնակից է եթե հրդեհ այնտեղից եկել է 7 օր հետո մի ուրիշ տեղ բարվել է սրան ինչ կապ ունի երևի fire department-ն է մեղավոր որոշ այս ջուրիներից ասում են ուրեմն 10 ասում են մեղավոր չի 2 ասում են մեղավոր է դատախազությունը ասել է իրեն չեն ազատ արձակելու նորից դատի պիտի տան այս անձնավորությանը եւ իրեն փաստաբան իհարկե պաշտպան փաստաբանը ասում է մեկին փնտրում է որ մեղավոր դա հանեն այս հարցի մեջ եւ ինքը մեղավոր չի ասում է իր փաստաբանը ասացի դատախազությունը կռակ մտածում է սա է եղել վերջնական պատճառը եթե նախապես հրդեհ չստեղծեր երևի երկրորդ հրդեհը մի շաբաթ հետո տեղի չէր ունենա հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել տեսնեք այս հրդեհն է չտեսնված հրդեհ հունվար 7-ին էր պատահել Ele County-ում այսպես հրդեհ մինչ հիմա տեղի չէր ունեցել եւ 3 մեղադրանք կար 3 մեղադրանքի վրա էլ ջուրին deadlock կամ չի կարողանում այդ հրդեհի որոշում վերջնական տա Lockman Fire որ այն հրդեհն էր որ նախապես փոքրիկը ստեղծվել էր եւ հետո Paradise Fire-ը տեսնում եք Rander Knesh անունով է սա որը մեղադրանքը իրեն է Jonathan անունով
որ ասում են hold over fire-ն է պատճառը եղել։ Ուրեմն mistrial է եղել կամ ասում են անարդար է իրեն հիմա տատի են տվել, ժյուրին այդպես է կարծում եւ հետո նորից պիտի տատավարություն լինի։ Ես ուզում եմ հիմա Բոլթոնին մասին խոսեմ։ Ջոն Բոլթոն նախապես այս երկրում Բուշի ժամանակ Ամերիկայի ներկայացուցիչներ մագի մեջ։ Իսկ նախագահ Թրամփը իր առաջին նստաշրջանում իրեն նշանակում է անվտանգության ղեկավարը, այսպես National Security Advisor, նախագահի National Security Advisor սպիտակ տան մեջ է լինում, հաճախ նախագահի հետ կապի մեջ է։ Ուրեմն այսպես իրեն նշանակում է։ Հետո ժամանակ անցավ նախագահ Թրամփ ասաց, որ սա ուզում է աշխարհը, ես գնամ աշխարհը վառեմ, պայթեցնեմ, հարձակվեմ, ջարդեմ։ Միաժամանակ Ջոն Բոլթոնը Հայաստան եղել էր, այցելել էր Հայաստան այն ժամանակ, սա 2017 թվին այդ տարիներում, եւ Հայաստանին պահանջել է, որ շատ ռուսների կողմնակալ չլինեն, այլ Ամերիկայի հետ ավել բարեկամությունը Ամերիկայի հետ պիտի լինի, այսպես պահանջել էր ղեկավարության այնտեղ։ Ամենայն դեպս որտեղ գնում էր այսպես էր ինքը շատ պահանջկոտ էր եւ խիստ, շատ լուրջ մարդ էր, շատ պահանջկոտ էր, ուզում էր ամեն մարդու ճնշել, դրա համար նախագահ Թրամփը իրեն աշխատանքից հանում է։ Ջոն Բոլթոնը գիտեք բոլոր այս գաղտնի տեղեկություններ, երբ որ National Security Advisor-ն ես, այսինքն անվտանգության պատասխանատուն ես այս երկրի աշխարհի մասին, բոլորի մասին ինչ կատարվում է, պետք է ինքը տեղյակ լինի։ Երբ որ նախագահը իրեն հանում է, հետո գիրք է հրատարակում եւ այդ գիրքը երբ որ ուզում են հրատարակեն, մեկը որ կառավարության համար այսպես աշխատել է, առաջ ներկայացնում է հենց կառավարությանը, կառավարությունը ասում է, ինչ որ գրերն է սա չպիտի բացահայտվի, ուրեմն այս էջը, այս նախատեսությունը անի։ Ամենայն դեպս վերջը տպում է այդ ինչ որ կար։ Բայց հիմա մեղադրանքը դրա վրա չէին կարող, որտեղ կառավարությունը նայելն է, իրեն մեղադրեցին, որ այդ գաղտնի տեղեկությունները նաև բացատրել է իր կնոջը, իր դուստրին նաև բացատրել է։ Այդ հարցերով իրեն մեղադրանքը կար, որ նախագահ Թրամփը պահանջեց, որ երբ որ եկավ, գիտեք, բոլոր այս հարցերը տեղի էր ունենում, Բայդենը նաև հետևում էր, բայց Թրամփը որ եկավ, ամենայն դեպս իրեն մեղավոր հանեցին, այսինքն համաձայնվեց, որ ինքը սխալ է տեղի տվել եւ եթե հիմա ջուրին պիտի որոշի մաքսիմում մինչեւ 5 տարի դատախազությունը, այսինքն կորոշի, որ մաքսիմում մինչեւ 5 տարի կարող են ազատազրկեն, դեռ չեն որոշել, քանի որ պետք է ազատազրկվի, բայց $2 միլիոն իրեն տուգանում են, որովհետեւ այդ տեղեկությունները այդ գրքի մեջ դրել է եւ կարողացել է գիրքը մեծ թվով վաճառի, ուրեմն տուգանել են իրեն $2 միլիոն։ Հիմա շարունակենք, Ջոն Բոլթոնին եք տեսնում, այստեղ դատարանից դուրս է եկել ու հեռանում է դատարանից եւ ասել է, որ ինքը մեղավոր է, ուրեմն classified document-ն է պահել եւ այսպես իրեն տեսնում եք pleads guilty, ուրեմն ինքը ընդունել է, որ մեղավոր է, այդ տեղեկությունները բացահայտել է, այստեղ տեսնում եք տեղի ունեցած հարցը։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, արջը պիտի ձեզ ցույց տամ նախագահ Թրամփի մասին նյութ ունեմ ձեզ ներկայացնելու, ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն։ Serve-Pro հովանավորում է այս ծրագիրը, եթե հրդեհ տեղ ունեցել ձեր տանը, ջուրի հետևանքով, water leak, ջուրի խնդիրներ կա, բոլոր այդ հարցերով քարեր կա, պետք է խիստ մաքրման կարիք ունի, պրոֆեսիոնալ մաքրման կարիք ունի,
զանգարեք սերֆրո, այստեղ տեսնում եք հեռախոսի համար խորհրդակցեք իրենց հետ կվերադառնա։ Կանադայում տեսնեք այս մեկ անձնավորություն իր շան հետ, մի քիչ շան հետ, այստեղ շանն եք տեսնում, այս արջը հետևում է շանը եւ այդ կնոջը։ Եվ այդ կինը, գիտեք, արջը եթե տեսնում եք, պետք է աղմկել, աղաղակել, ձայն, ինչքան, եթե մոտիկ, եթե շատ հեռու է, սկզբից դուք փախեք։ Այսպես ուզում է, այդպես այս կինը այնքան ձայն է անում ու մինչև արջը թողնում հեռանում է շուն տեսակ, որ փախչում էր պոչը տեսակ շանը։ Եվ այսպեսով կարողանում է փրկել իրեն եւ շանը փրկել, մտնում է տունը եւ դուռը փակում են, բարեբախտաբար արջը թողնում է հեռանում է։ Ես հիմա ուզում եմ խոսել ներկայացնի տան մեջ եւ սենեթում մեկ բանաձև երկու տները անցկացրին մեծամասնության, օրինակ սենեթում 85 հոգի քվեարկեցին իշա, սովորաբար այսպես չի լինում, որ դեմոկրատներ ռիփաբլիկան մի բանի վրա համոզվեն չկա։ Բոլորը ինչ որ ռիփաբլիկաններ են ասում, դեմոկրատները դեմ են, ինչ դեմոկրատներ են ասում, ռիփաբլիկանները դեմ են այդ հարցին։ Ամենայն դեպս այստեղ housing-ի համար է, բնակարանների եւ օգնելու ժողովրդին, որ բնակարաններ ավել մատչելի գներով կառուցվի, քաղաքները կամ state-ը եւ շատ օրենքներ շատ խիստ չտնեն անընդհատ երկարում է միջև դուք գիտեք օրինակ քաղաքումներում գլենդել կամ ուրիշտեղ երբ որ շատ երկար է տևում անձը որ հողատարածքն առել է վճարում է ինքը միջև իրավունքը վերցնի permit-ները վերցնի երկար ժամանակ տևում է իսկ անձը անընդհատ վճարում է իր համար դժվար է այդպես լինում նրանք որ մեծահարուստներ չեն ամենայն դեպս այս անց էին կացրել նախագահ Թրամփն էլ ասել է որ ցանկություն ունի ստորագրի իսկ մի ժամուկես առաջ նախքան ստորագրելը սեղանը տրերն էին ես ցույց տվի ձեզ երեք այսինքն 5 շաբթի գիշեր ցույց տվի որ սեղանը տնում են ամեն ինչ պատրաստ որ ստորագրի մի ժամուկես առաջ ասում եմ չեմ գալու չեմ ստորագրելու այդ բանաձևը դուք եթե չանցկացնեք այն հարցը ինչ որ իր ցանկությունն է նաև այդ առաջարկել էին որ ներկայացնի տուն սենեթը հաստատեն որ ընտրության ժամանակ անձը իր ID-ն ցույց տա հիմա գիտեք գնում եք այնտեղ ID կարիք չկա եթե մի անգամ ընտրության մասնակցել եք հետո գնում եք ասում եք ես Հակոբ Պարոնյանն եմ ենթադրեք հիմա եւ այնտեղ նայում են տեսնում են ցուցակի մեջ եք ասում են ստորագրի եւ բալեթը քվեաթեխնիկ տալիս է նախագահ Թրամփը ասում է կեղծիք շատ է լինում բայց մինչ հիմա փաստ չեն ներկայացրել եւ հաճախ նայեն են տեսեն կեղծիք տեղի է ունենում բայց շատ փոքր քաղաքներում տեղի է ունենում մանավանդ էթնիկական քաղաքներ չինացիներ են չգիտեմ ուրիշ են մեքսիկացի են հայ են եւ այլն պարսիկներ են կեղծիք սովորաբար փոք քաղաքներում է լինում, եթե լինում է, բայց ասացի, մինչ հիմա ես չեմ տեսել, մինչ հիմա չեն ներկայացրել, որ մեծ թվով կեղծիք լինի, բայց բնականաբար տեղի ունենում է։ Ամենայն դեպս նախագահ ասում է, եթե ընտրության ժամանակ ամեն մարդ կա ID-ն իրեն ցույց տա, եթե դա չանցկացնեք, ես մյուսն էլ բնակարանների այդքան կարևոր չի բնակարանների հարցն էլ չեմ ստորագրում։ Հիմա այսպես է, որ ես ուզում եմ ձեզ նաև խոսել ուրիշ հարց, որ նախագահը ասել է հիմա հուլիսին, որտեղ այս երկրի անկախությունն է։ Այս նկարները ինչ որ տեսնում եք, երկու նկարները նախագահի ցանկությունն է, որ փասպորտ եթե տալիս են 40,000 այսպես փասպորտ տան, որ նախագահի նկարը փասպորտում տեսնում եք նախագահի նկարը լինելու այդտեղ կամ այս տեսակը կամ մյուս տեսակ որ քիչ առաջ տեսակ եւ հիմա դա ներկայացնի տուն եւ սենեթը սովորաբար նման հարցերը պետք է հաստատեն իսկ մեկ ուրիշ հարց որ հիմա խնդրեմ է դարձել որ նախագահ Թրամփը ասում է որ իր պետք է
երբ որ այդ դրամը ինչ որ ունեք, հիմա $10 ունեք, $100 ունեք, որևէ տեսակ ունեք, $1000 կար միջում $1000 ունեք, նախագահի պատկեր կա վրա, բայց նախագահներ, որ մահացել են, որևէ մինչև հիմա ողջ նախագահի նկարը դրամի վրա չի եղել, անգամ որևէ նախագահ մինչև հիմա նոր դրամ որ տպում են, թեև ուրիշ նախագահների, օրինակ $1, $5, $10 եւ այլն, նախագահներ չեն որ ստորագրում են, երբ որ նորը տպում են, ներկա treasury secretary-ին եւ տպող անձնախումբի ղեկավարը ստորագրում են, նախագահը ասել է, որ ես ցանկանում եմ ես ստորագրեմ դրամի վրա, ինչ որ նոր տպում եք, իսկ նոր այս որտեվ 250-րդ այս երկրի կերտման տարեդարձն է գալիս հուլիսի 4-ին, $250 դրամ եմ ուզում տպել, իմ պատկերս տնեմ այդ դրամի վրա եւ ասացի ինչ հիմա չի պատահել ողջ նախագահի պատկերը տնեն, այստեղ բեսեն, որը treasury secretary-ն է, օրինակը բերել է ցույց է տալիս, բայց ներկայացնի տնում եւ սենեթում սա պիտի հաստատվի, հույսով եմ կարողանում եք տեսնեք սա $250 է, որ մինչև հիմա նման դրամ չի եղել, այսինքն ինչ որ տեսնում եք այստեղ նորություն է եւ հիմա իրենից հարցում են քիչ առաջ նախարարին տեսակ treasury secretary իրեն հարցնում էին որ արդյոք դուք արդեն տպեն եք թե ոչ, թվում է անգամ տպեն են, միլիոններ դոլար եթե չանցկացնի ներկայացնի եւ տունը եւ սենեթը տարօրինակ բան է լինելու, հիմա տեսնենք սա ինչպես է ձևավորվում։ Ես հիմա ուզում եմ խոսել նաեւ մեկ անձ որ security է աշխատում, գիտեք security-ն մեքենա ունեն, պոլիսի նման լույսեր ունեն եւ այսպես գնում է մեկ մեքենայի հետևն է լինում այդ լույսերը միացած է բան մեքենան կանգնում է այսօր կանգնում է նա առաջի մեքենային որ այս security-ն պահել է ինքը գախնի ոստիկան է զարմանում է ով է իրեն պահում բայց ամենայն դեպս երբ որ գալիս է նա ձերբակալում է իրեն ոստիկանը ձերբակալում է իրեն հետո ինքը ասում են որ ես լույսերը մոռացել իմ անջատեմ այսպես է ասում այդ ձերբակալված անձնավորությունը հիմա այստեղ ես ուզում եմ ցույց տալ տեսեք անձին մեքենայից հանում են ու ձերբակալում են իրեն այս security-ն է ինչ որ ձերբակալել են այստեղ տեսնում եք դուք իրեն բայց նա որ ինքը հետևում էր ասաց ինքը պոլիս է եղել եւ դպրոցի security անձնավորություն է եւ այսպես տեսնում եք տեսեք ատրճանակ ունի ամեն ինչ ունի ինչ որ պոլիսը ունենում է այսպես տեսնում եք իրեն ձերբակալում են անօրինական աշխատանք անելու համար ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարի շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ պետք է խոսեմ մեկ պատվելի մասին որ մեկ հոգու ծեծում է վայրը գցում ջարդում է տեսնենք ինչու եւ հետո վերջում ընձուղտի մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է jackpot հովանավորում է ծրագիրը jackpot-ը գտնվում է Pacific փողոցի վրա նոր գեղեցիկ հագուստներ բերել են արտասահմանից կոշիկներ եւ այսպես բոլորը կարող եք գտնել jackpot-ում որը Բարոմգրդիչը նոր վերադարձել է Հայաստանից եւ արտասահմանից հագուստ կոշիկներ է բերել կարող եք այցելեք jackpot ծրագիրը նաեւ հովանավորում է Անաշե gift-ն է հովանավորում ծրագիրը Անաշե gift ձեզ է առաջարկում այս ինչ որ ուզում եք մանրացնեք սա այդ մեքենան է $14.95 է այս մեքենան անպայման այցելեք սա իջեցրել են $25-ից 14.95 նաև եթե ուրիշ կտալ պատարակախ բնակներ ամաններ պիտի գնեք այցելեք jackpot գտնվում է Գլենոքս փողոցի վրա
Գլենդելում է Բրբանկի հարևանության կվերադառնա։ Լուիզիանայում մեկ պատվելի, ահա այս պատվելին է, որ եկեղեցու պատվելին է, գիտեք այստեղի պատվելիները եկեղեցու ամեն ինչը իրենք են ղեկավարում եւ այլն, տեսնում եք այս 20 տարեկանին հարվածել է, գցել է գետին եւ ծեծում է իրեն այս պատվելին։ Հիմա ինչու, բայց հիմա հարցը այստեղ է, որ պատվելին սովորաբար պետք է ավել համբերատար լինեն, Աստծո խոսք կնեն փոխանցում մարդկանց, պետք է համբերատար լինեն։ Իսկ մի հարց, որ այստեղ երբ որ պատկերը նայում եք, վատ է հնչում, վատ է պատկերը, բայց այս 20 տարեկանը անընդհատ harassment, այսինքն խանգարիչ աշխատանք է անում, նրանք որ եկեղեցի ուզում են այցելեն, պատվելի ընտանիքի անդամներ այնքան էսպես անում, մինչև համբերությունից դուրս է գալիս եւ սկսում է ծեծել։ Հիմա տեսանյութը նայենք միասին, տեսնեք դրսում այդ տղան կռվում է պատվելիի հետ, իհարկե հետո այդ 20 տարեկանը այսպես տեսնում եք, նկարում է նաեւ ամենայն դեպս այսպես է լինում, պատվելին իրեն վայր է գցում եւ հետո նախապես Պոլիսին կանգատված է լինում պատվելին։ Իրեն հիմա իհարկե մեղադրում են, իհարկե բանդ են տանում երկուսին էլ այդ 20 տարեկանի հետ second degree battery charge, այսինքն հարվածելու համար իրեն մեղադրանք է բեյլ է թողել պատվելին եք տեսնում բացատրում է բեյլ է թողել պատվելին դուրս է եկել եւ շարունակում է իր քարոզը եկեղեցում, այստեղ տեսնում եք նաեւ իրենց բացատրում է, ասում է որ անընդհատ խանգարիչ գործեր անում, հանրության հետ խոսում է, այս պատվելին է, որ ծեծում է այդ 20 տարեկանին։ Ամենայն դեպս ասացի ինչ որ խորհուրդներ է տալիս, ժողովրդին նաև այս տղային խորհուրդ է տալիս, որ չգնա, որ այդ եկեղեցին չգնա, բայց չի լսում, վերջը ամբերությունից դուրս է գալիս, ինչպես էստեղ տեսնում եք, դեպքը պատահող, սա պատահել այս դեպք պատահել էր San Antonio, Texas-ում էր պատահել այս։ Իսկ վերջավորությանը ես ուզում եմ, ես ձեզ հաղորդել էի, որ Texas-ում մեկ ընձուղտ, որը 3 տարեկան է, դեռ համարվում է, երիտասարդ է համարվում, ուրեմն կորում է այդ տարածքում ինչ որ պահում էին, կորում է։ Եվ շատ մտահոգված են լինում այդ այսպես ուր որ իրեն պահում էին ընդարձակ կազանանոց, բայց բաց տարածքում մտահոգ էին, որ երևի քայոթիները, առյուծը, վագրը, նրանց զոհն է գնացել, որտեղ փորձառությունը քիչ է, երիտասարդ են դեռ չեն կարողանում պաշտպանվել, կարծում եմ այդպես է եղել։ Իսկ ինքը 4 մայլ հեռու էր գնացել, պատկերացրեք 6.5 կիլոմետր, 6.4 կիլոմետր, եթե տարածքը այդքան հեռու է գնացել, բայց գնալ իրեն հասնել, գնացել էր սարերի վրա 50 րոպե պիտի տևի, որ գնան հասնեն իրեն։ Պատկերացրեք, որտեղ տեսեք ինչ ձև է, որ այդքան երկար տևում է հասնել 50 մայլ, այսինքն տևում էր 4 մայլ հեռավորության է, բայց մինչև գնան 50 մայլ պետք է կտրեին, ուրեմն գնում են, հասնում են, իրեն գտնում են եւ ուրախության պատճառ է լինում, եթե հիմա ցուցադրենք տեսանյութը կտեսնեք այս երիտասարդ ընձուղտին, որը հիմա կտեն են, ես ձեզ նաեւ հաղորդել էի, որ կորել էր, դրա համար տեսեք հելիկոպտերով գտնում են սարի լանջի վրա, այնտեղ եթե տեսնում եք, ասացի 4 մայլ հեռավորություն է, բայց գնալ հասնել իրեն մեքենայով 50 մայլ տևում է, այսպես տեսնում եք այս ընձուղտը այնտեղ իր համար մնացել է սարի լանջի վրա, դժվարկացության մեջ գնում են ու իրեն հետ են վերադարձնում այս
Այն զուխտի։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհանդիպում։